ողջույն, այսօրվա մեր հյուրն է Հովհաննես Չեքիջյանի անվան կապելա երգչախմբի մեներկչուհի եւ երգչուհի Մարիամ Բաբայանը։ Նշեմ, որ Մարիամ Բաբայանը ունի բարձր ակադեմիական կրթություն, դասավանդել է Արնո Բաբաջանյան երաժշտական քոլեջում եւ ունի մանկավարժական մեծ փորձ։ Այսօր մենք ձեզ հետ կկիսվենք վոկալ գաղտնիքներով եւ հարցերով, որը վերաբերում է հենց վոկալին։ Օրինակ, Մարիամ, որն էր քո մոտիվացիան եւ ինչն էր պատճառը, որ ընտրեցիք հենց երգեցողությունը, հենց վոկալը։ Նախ պատմեք, խնդրեմ, ձեր ուղու մասին։ Ողջունում եմ Տաթևս ու քո ունկնդիրներին, հետևորդներին։ Ուրախ եմ հանդիպման համար, ուրախ եմ օգտակար լինել քեզ։ Իմ մասին հակիրճ կարծես թե ճանապարհն է հարթել իմ արահետները ինձ անընդհատ բերել են դեպի երաժշտական աշխարհ։ Միշտ մայրիկս ասում էր, կարող էի լավ իրավաբան, լավ բժիշկ, չէ, մասնագիտության ընտրության առաջ են կանգնում բոլորս պատանեկության շրջանում։ Ծնողները փորձում են ուղղորդել դեպի ավելի ֆինանսապես կայունության դաշտը, ավելի ուրիշ աշխարհներ, բայց երաժշտությունը կարծես ընտրեց ինձ։ Ճակատագրական հանդիպում ունեցանք ժամանակին Գոհար Գասպարյանի հետ, մայրիկս տարավ, որովհետև ուզում էր, որ ամենահեղինակավոր մարդը իրեն հավաստիացնի, որ ես ունեմ այդ տվյալները։ Այդ հավաստիացումը ստացավ, մի քիչ չեմ ուզի բարձր խոսել, շատ ավելի հավաստի էր, որ մայրս եղբայրներիս այդ ընտանեկան այդ խոսակցությունը արագ փակվեց եւ ճանապարհը ինձ բերեց իհարկե դպրոց երաժշտական եւ այլն ավարտելուց հետո բերեց հասցրեց կոնսերվատորիա եւ ես երջանկություն ունեցա այնտեղ միջանցքից միջև դասարան քեզ ճանաչել սովորել այնպիսի մեծ մասնագետի մոտ, որի անունը դեռևս միջև հիմա թնդում է Սվետլանա Կոլոսարյանի, Սվետլանա Վլադիմիրովնայի դասարան մուտք գործեցի, ծանոթացա քեզ հետ եւ այդպես միջև հիմա հիացած միմյանցով նորից ճանապարհները մեզ բերել է այստեղ, որ կարող եմ այդ պատիվը ունեմ որոշակի խորհուրդներ տալու, որովհետև թե մանկավարժական գործունեություն ունեցա ուսանողներիս ասելով լավագույն, թե երաժշտական աշխարհում կարողացա ինչ-որ չափ իմ տեղը գտնել, իհարկե միշտ կարելի է ավելի լավ, բայց շատ մեծ երջանկություն ունեցա Հովհաննես Չեքիջյանի մեծ ընթացքի, այդ նավավարության, երաժշտական նավավարության մեծ ընթացքում, այսպես ասում են, ծովի մի ալիքը լինել եւ այդ ալիքի այդ հոսքի մի մասը կազմել իր անձնական եւ մասնագիտական մեծ ուշադրության կենտրոնում գտնվել, որի համար ինձ հաջողակ եմ համարում, եւ հասկացա, որ ստացել եմ, ունեմ մի միսիա, իհարկե մագիստրատուրան ես սովորեցի մեր լավագույն երգչուհիներից մեկի Մարինե Դերենյանի մոտ սովորեցի մագիստրատուրայում եւ վերցրեցի անverջ, վերցրեցի բոլորից ինչքան հնարավոր է։ Այո։ Իսկ հիմա ժամանակն է, որ այդ ամեն ինչը փոխանցելու մեզ եւ մեր ուրախ եմ մենակ ունկնդրին, այո, կտամ վոկալ հարցեր, որոնք հետաքրքիր են քննարկենք, որովհետեւ վոկալը շատ այո, քննարկենք վոկալ հարցեր, այո, շատ եւ վիճարկելի մասնագիտություն, այո, ինչու, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր ուրույն ապարատը եւ մի տեխնիկան կարող է տարբեր մարդու մոտ տարբեր դրսևորումներ ունենալ, հետեւաբար կարող է նույն խորհուրդը մի մարդու մոտ աշխատել, մյուսի մոտ չաշխատել։ Բայց կտանք այնպիսի հարցեր, որ բոլորին են հետաքրքիր, որ տարիքից կարելի է սկսել զբաղվել վոկալով առհասարակ։ Կա արդյոք մուտացիա կոչվող երևույթը, ինչպես է պետք աշխատել մուտացիայի ժամանակ։ Ավալուն հարց է։ Տեսեք, եթե ուղղակի երաժշտական կրթություն, երաժշտականություն ձևավորելու առումով մենք Եվրոպայում գիտենք, անգամ 2 տարեկանից սկսում են երաժշտական զարգացում ապահովել, բայց 7 տարեկանից նոր ձևավորումը հենց ինքը ձայնալարը, մինչև այն ձևավորված չի,
ձայնալարը մկանը որպես ձևավորվում է 7 տարեկանից, արդեն նկատվում է ձայն կոնկրետ, որի հետ կարելի է աշխատել, իհարկե նուրբ, շատ նուրբ։ Դեռևս այն պրոֆեսիոնալ աշխատանքը, որը մենք կատարում ենք ձևավորված ձայնի հետ, իհարկե չենք կարող կատարել այդ տարիքում, բայց հիմնական դրույթները կարող ենք ապահովել, իհարկե, քանի որ անհատական է, չէ, իմ կոկորդը, իմ քիթը, իմ ներսի կառուցվածքը այլ է, եւ հնարավոր չի նույն բանը բոլորի հետ աշխատել, բայց անհատական վերաբերմունք է, ինդիվիդուալ աշխատանք, խմբային դասաներություն ունեն այդ թեորեմները, որ ճիշտ շնչառություն եւ որի մենք սկսում ենք սովորեցնել։ Իհարկե, անգամ տղա եւ աղջիկ տարբերություն կա թե շնչառության առումով, թե կառուցվածքային առումով, թե մուտացիայի առումով, որտեղ բոլորս էլ գիտենք, տղաների մոտ մուտացիան ավելի վառ արտահայտված լինում։ Հենց համընկնում է, երբ որ գալիս են քոլեջ սովորելու, համընկնում է այդ մուտացիոն շրջանի հետ։ Ցանկացած պարագայում շատ նուրբ է պետք է աշխատել վոկալի հետ, շատ նուրբ, բայց հատկապես մուտացիոն շրջանում աշխատում ենք, երբ որ կտրվում է ձայնը, երգելուց այդ ձայնալարի հպումը չի լինում, ձևավորման շրջան է եւ այլն, դադարեցնում ենք պարապմունքը, որովհետեւ կարող է հենց այդ պահին կտրվի ձայնը եւ էլ չվերականգնվի, գիտենք այդպիսի երգիչներ, նույնիսկ որ մուտացիոն տարիքից հետո դադարել են երգելը, որովհետեւ սխալ են շահագործել իրենց ապարատը երգչական։ Խնդրում եմ ասեք, որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նկատելի արդյունք լինի։ Մենք ունենում ենք մանկավարժական մեթոդական մեծ քննարկումներ, երբ որ նամանավանդ դրսի կամ նոր մուծությունները, որոնք որ գալիս են եւ մեզ պարտադրում են պլան կազմել, եւ մենք ունենում ենք այդ դիսկուսը, որ շատ անհատական է։ Ես կարող եմ պլան կազմել, որ մենք այս կիսամյակում կսովորենք 4 ստեղծագործություն, բայց աշակերտը տվյալ դեպքում հետևորդը գա եւ հիվանդանա, դժվար ընկալի ասածը, մկանային աշխատանքը, մկանա դժվար հիշի, քանի որ սա գրականություն չի, որ մենք կարդանք եւ վերջ գիտենք, դա մի ամբողջ կյանք կատարելագործվում ենք, բայց հնարավոր է ունեցել եմ ուսանող, ով հենց միանգամից տեղում վերցրել եւ ինձ է վերադարձրել իմ տվածը, որը իհարկե շատ էներգիա է տալիս մասնագետին, ոգևորում է անշուշտ։ Այո, ուստի շատ անհատական է, բայց եթե հետևողական զբաղվում ենք վոկալով, 1 տարի հետո արդյունք կերևա, կզգացվի, որ մարդը տիրապետում է վոկալ որոշ տեխնիկաների։ Այո։ Շատերը սպասում են, միանգամից ուզում են արդյունք եւ դա շատ վտանգներ է իր մեջ պարունակում։ Այս այն պահն է, որ շտապել պետք չի։ Սպորտսմենի նման։ Հա։ Ինչ նշանակություն ունի ճիշտ շնչառությունը երգեցողության ժամանակ։ Մենք բոլորս էլ գիտենք, թե ոչ միայն երգեցողության ժամանակ, այլ նաև առողջության համար շատ կարևոր է ծոցանու աշխատանքը եւ անշուշտ վոկալի համար առաջնային դերերում է ֆունդամենտալ, այո։ Քանի որ մենք շնչեցինք եւ արտաշնչի վրա հիմնված է երգեցողությունը, այսինքն հենց շնչառության մասին է երգեցողությունը ավելի շատ, որովհետեւ ձայնալարը արդեն իր գույնը ունի, իր տեսքը ունի, իհարկե մենք այստեղ ունենք ֆորմալ աշխատանք, թե ինչ ֆորմա ընդունենք այդ եկած ձայնային շիթի համար, բայց վերջիվերջո արտաշնչման հիման վրա է։ Իհարկե տարբեր տեխնիկաներ կան, էստրադային եւ դասական վոկալ էլի կա տարբերություն, տղամարդու եւ կանացի շնչառության, որտեղ բոլորս գիտենք, որ տղամարդիկ ավելի որովայնային են շնչում, իսկ կանայք ավելի կրծքային են շնչում, բայց այդպես դասական օրինակում համարում ենք կողաստոծանեական շնչառություն, այսինքն երբ որ կպած է կրծքավանդակի ներքևի հատվածը, թոքերի ներքևի մասն ենք մենք օգտագործում, դրա համար ունենում ենք պատրաստող վարժություններ շնչառական, իսկ կներեք, ձայնավարժությունից առաջ կամ ընդհանրապես երգեցողությունից առաջ պետք է արդյոք շնչառական վարժություններ անել, կա դրա կարիքը թե ոչ։
հենց անմիջապես առաջ ինչ որ էֆեկտ չի տա։ Շատ լավ է, որ ասում են լողի, յոգայի կամ թեկուզ ֆիզիկական վարժություններ օրվա ընթացքում անել, որ դա նպաստի, որ այդ ժամանակ ավելի պրակտիկ կարողանաս կիրառես։ Ներեցեք, խնդրեմ, շատ դասախոսներ հենց նույն դասի ընթացքում սկզբից էտապային են անում։ Շնչառական վարժություններ, ձայնավարժություններ, ձայնի Ես տաքացում առաջարկում եմ վարժություններ, հա կլինի այսպես շնչառական, կլինի ուղղակի լեզուն լավ առաջ հանել, կլինի պրես անել, ես առաջարկում եմ դա որպես տնային աշխատանք։ Կարծում եք պրեսը օգնում է դիաֆրագմայի Ոչ, ավելի շատ վերևի հատվածում, մկանային էս վերևի հատվածում ակտիվացնելուց իհարկե երկար շունչ ենք կարողանում անել, որ այդ մկանը երկար պահի, հա, շնչառությունը մեջ լինի այսպես։ Երբ որ թույլ է լինում, փորիկը քիչ է շունչը լինում, չի հերիքում։ Չի կարողանում մկանը պահի։ Մկանը իհարկե հասկանալի է։ Քանի որ տանը չենք ասի գնա սովորի, երգել արի, միայն կարող ենք այդպես տնային հանձնարարություններ տալ։ Դրա համար, քանի որ հիմնականում դասը մենք կամ վճարում ենք, կամ եթե լավ ուսանողը անվճար է սովորում, բայց պետությունն է վճարում, քանի որ ժամանակը սուղ է լինում, չենք ուզենում 45 րոպեն դրա վրա ծախսենք։ Դա տալիս են որպես տնային առաջադրանք, երբեմն մոմի առաջ պարապել, հա։ Այո։ Իդեպ վարժություն կա, վարում եք մոմը եւ փորձում եք երգել։ Մոտ 10 սանտիմետր հեռավորության վրա։ Եթե հանգում է կրակը, ուրեմն սխալ եք շնչում։ Եթե շարունակում է վարել եւ կայուն վարել, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Այսպես ասած վակուում, հա։ Հետ պահած շունչը հնարավորինս քիչ օդ օգտագործելով, խնայողաբար, այո։ Եվ ավելացնում ենք։ Այդ վարժությունները հիմնականում տանն ենք առաջարկում անել, որ արդեն դասապրոցեսում մենք ձայնավարժությունից հետո անմիջապես անցնենք պրակտիկ կիրառմանը։ Ձայնավարժեցում կամ ձայնի տաքացում ինչքանով է ճիշտ երգեցողությունից առաջ կատարել ձայնավարժություն, քանի որ կան ուսուցիչներ, երգչուհիներ, դասատուներ, որ ձայնավարժություն պարզապես չեն կատարում։ Միանգամից երգում են։ Արդյոք դա ճիշտ է, թե ոչ։ Թե պետք է տաքացումը կատարել։ Կարծում եմ, որ 99%-ով ճիշտ է, որ արվի։ Իհարկե մենք ունեցել ենք դասախոս, ով ուզել է, որ մենք միանգամից երգենք, բայց այդ պարագայում մենք առաջին, հա, արի ազնիվ խոսենք, առաջին փորձը համարել ենք, առաջին երգելը փորձ ենք համարել, մինչև որ դասի վերջում մենք համարել ենք տաքացած։ Դրա համար պարտադիր 10-15 րոպե, եթե 1 ժամ է դասընթացը, հատկացնում ենք տարբեր տեսակի ձայնավարժությունների։ Ես առաջարկում եմ սկզբից ռնգային սկսել, որպեսզի ճիշտ տեղը մենք ֆիքսենք, հետո կամաց արդեն լեգատո, հետո ավելի ստակատո, կտրուկ ավելի վարժությունների, բայց ասեմ, մասնագետներ էլ կան, որ այնքան մեծ կարևորություն են տալի ձայնավարժություններին, որ ամեն ինչ շատ ճիշտ կատարվի, ամբողջ դասը, կամ մեծ մասը անց են կացնում ձայնավարժության վրա, որ դա սխալ է, իհարկե, որովհետև ձայնավարժությունից հետո երբ որ տալիս ես արդեն երգը, կարծես լրիվ ուրիշ բան ենք արել։ Դրա համար կան արանքում ստեղծված վոկալիզներ, որոնք մենք պարապում ենք, որոնք ոնց որ թել են հանդիսանում, կամուրջ են հանդիսանում հենց երգի ու ռասպևկայի մեջ, որովհետև աշակերտների հետ որ ձայնավարժություն ես անում, հետո երգն ես սկսում երգել, ոնց որ ուրիշ բան անի։ Ասում ես նոր այնտեղ լավ անում էր, հիմա այդ նույնը ստեղ արա։ Միանգամից չի կարողանում։ Դրա համար կա վոկալիզը, որը առանց խոսքերի է, այսինքն այդ ռասպևկայի արածը մենք վոկալիզի միջոցով ամրապնդում ենք ու հետո նոր արդեն երաժշտական ստեղծագործությանը մոտենում, որ այդ անցումը հեշտ լինի։ Այո, իդեպ նշեմ, որ վոկալիզը դա առանց բարերի երգեցողությունն է, ուղղակի նոտաներն են երգում։ Ինչ սխալ եք նկատում սկսնյակ երգիչների մոտ։ Որ նոր են գալիս ու գրեթե մեծամասնության մոտ այդ սխալը կա։ Մեծամասնության մոտ սխալ է շտապողականությունը, որ միանգամից ուզում են առաջին դասին վերցնեն, եթե էստրադային նկատելի կամ Սելեն-Դիոնի ամենայն բարդագույն ստեղծագործությունն են հենց առաջի դասին ուզում, կամ եթե դասական է, այն ամենամեծ արյան, հա, պետք է աճել։ Դա, պետք է աճել։ Հիմնականում մեծ սխալը դա է, որ միանգամից գալիս են եւ դա են ուզում, համբերություն չեն ուզում, որ հասնեն դրան։
Ոնց որ գիմնաստիկայի պես մի բան է, եթե առաջի օրը դու ուզենաս, որ շպագատ իջնես։ Իհարկե, կլինի, ես կարող եմ որպես դասատու վերցնեմ այդ ոտքերը լացացնելով այդ շպագատը նստացնեմ։ Բայց մենք կարող ենք դասի process-ում մի քանի դասում այնքան աճել, որ ինքը ուղղակի շպագատը նստի։ Հանգիստ նստի, ինքը ուղղակի նստի, առանց ինձ ձգելու, առանց այդ տրավմանալու։ Այո, այո։ Եկեք խոսենք, շատ են խոսել ձայնի հիգիենայի մասին։ Եկեք խոսենք ձայնի հիգիենայի մասին եւ ինչպես պահպանել ձայնը, քանի որ օդը է Երևանում, կան պայմաններ, որ հակավոկալային պայմաններ են, հա, ինչպես կարողանալ պահպանել ձայնի հիգիենան եւ ինչպես պահպանել ձայնը, այսպես ասած։ Չեմ ուզում մեծամտություն հնչի, բայց երբ որ ճիշտ տեխնիկայով ենք երգում, ճիշտ տեխնիկայով, ձայնը միշտ հնչում է, ձայնը հնչում է, երբ որ մենք հիվանդ ենք, իհարկե դժվար է լինում կառավարել, լիքը ֆոնետիկ ձայնալարի խնդիր, այլ ֆիզիկապես թուլության, առողջության, ջերմելու պարագայում ձայնը առողջ հնչում է, ուղղակի կառավարումն է դժվար լինում։ Տեխնիկայով երգելու պարագայում ձայնը կհնչի, ձայնը կաշխատի, ձայնը մեզ կծառայի, եթե քնից էլ մեզ հանեն, մեր ձայնը կհնչի։ Եթե 10 տարի երգես, հիմա երգես, ձայնը կհնչի։ Բայց ունեմ իհարկե, բոլորս էլ տեսնում ենք, մենք էլ մեր վրա զգում ենք, երբ որ գնենք ծովափնյա երկրներ, օդափոխությունից, երգիչները կտրուկ տարբերություն են զգում, երբ որ գալիս են Հայաստան, Փոխքից մենք օգնում ենք խոտաբույսերով, օրինակ շալֆեյն է շատ օգտակար, շալֆեյի դեղաբույսը կամ կոճակները երգելուց առաջ երբ որ հատիկներով չէ, ձայնին փայլ են բերում, բայց որ ասես խնդրում եմ էլի, ասեք, կոնյակը ինչ ազդեցություն ունի ձայնի վրա, որովհետև շատ մասնագետներ խորհուրդ են տալի կոնյակ խմել։ Ես օգտագործել եմ։ Այո, քննությունից առաջ դա համեղել է ձայն անմիջապես առաջ, ոչ թե խմես եւ մի Իսկ ինչ է կարծում, դրական ազդեցություն կա։ Դրական ազդեցություն մի քիչ կարող է հոգեբանական էլ դա լինի, փաստացի, ես չեմ իմանում, որ հենց դա է բերել իմ ձայնին լավ օրակ, բայց գիտեմ, որ չի էլ վնասում, չի վնասում, անգամ բալզամիկ այդպես խմիչք կա, որ ավելի նաեւ փափկացնում է։ Այո։ Գինին պարտադիր կվնասի, կնստացնի ձայնը, օղին կվառի, բայց կոնյակը, լավ կոնյակը փայլ կբերի, հենց մի 15 րոպե առաջ, ոչ շատ շուտ։ Եվ այդ բեմական այդ հուզմունքը մեզ մի քիչ կփոխի, կթողնի, թուլացնել, որ ավելի վստահ ելույթ ունենաս, որովհետև բնականաբար անթերի երբեք չի լինում։ Երբեք, միշտ լինում են անհավատներ, հիվանդել են երգում ամեն, եթե կա համեր, մոռանում ենք ամեն բան։ Դուք խորհուրդ եք տալիս ամեն դեպքում։ Պատասխանատու պահից առաջ մի կում կարելի է օգտագործել, եթե եւ հուզմունքը եւ վոկալ իհարկե փորձելուց հետ պարտադիր փորձված մեթոդ էլի համերգից կամ քննությունից ձայնագրությունից առաջ նոր անծանոթ մեկը քեզ մի սպիրտ է տալիս, մի դեղ է տալիս, պատասխանատու օրվանից առաջ չի կարելի առաջի անգամ փորձարկել, եթե դուք փորձարկել եք եւ գիտեք, որ դա ձեզ վնաս չի տալի, նոր։ Իսկ ինչ անեն, եթե որ երգելու ընթացքում հոգնում է ձայնը։ Նախ եթե ձայնը հոգնել է, մենք նկատեցինք, ձայնը հոգնեց, մենք էլ չենք երգում, հենց այդ պահից դադարեցնում ենք երգելը, որովհետև հոգնած, իմիջայլոց, այնքան որ էլի, այսպես ասեմ, երգելը, դա մենք մեր մկանին սովորացնում ենք, որ կարելի է այնքան որ էլ երգել, հոգնած վիճակում երգել, հոգնած ձայն հանել, ավելի լավ է դադարեցնել, ջուր խմել, թարմանալ, լսել մեկ այլ երգողի եւ նորից լիցքերով երգել, հոգնած պետք չի երգել, իսկ երգելու ընթացքում հոգնածության զգացումը նորմալ է, որովհետև մենք գիտենք, որ մենք թոքերի ներքևի հատվածով ենք աշխատում, այսինքն մեծ թթվածնի շիթ ենք ուղարկում մեր գլուխ եւ մի քիչ գլխապտույտ է առաջանում, հատկապես դասական երգիչների մոտ, երբ որ ստոծանու վրա են աշխատում, շատ օդ է գնում գլուխ եւ մի քիչ գլխապտույտ է առաջանում, դա շատ նորմալ է ու շատ լավ է, երբ որ դա լինում է, հասկում ենք։ Այո։ Դա հոգնածությունը չի, էլի։ Որքան կարևոր է բեմական փորձը երգչի համար։ Հիմա տեսեք պրովոկացիոն հարց է։ Օրինակ իմ դասախոսը չէր թողում ես ելույթ ունենամ, երբ որ ես սովորում էի։
նա ինձ պատրաստում էր միանգամից մեծ բեմի։ Մի դեպքում դա ճիշտ է, երբ որ դու արդեն վստահ ես քո տեխնիկայի վրա եւ միանգամից լավ սկիզբ ես ունենում։ Գիտենք, լավ սկիզբը գործի կեսն է, իսկ եթե դու մի հատ վատ երգես, արդեն վատ ինչքան էլ աճես, այդ վատ սկիզբը մնում է որպես հետք։ Բայց գոնե փոքրիկ միջավայրերում, գոնե թեկուզ կամերայի առաջ, ինչ որ փորձեր պետք է կատարել միջև մեծ բեմը, փորձել, այ մենք ուսանող ժամանակ թանգարաններում էինք ելույթ ունենում, փոքրիկ կամերայի միջոցառումներում, մեզ փորձում էինք, մեր ձայնը չէ որ դու երգում ես, ամեն տարածքում տարբեր է հնչում, այդ տարածքը դառնում է քո ռեզոնատորը։ Իսկ ինչ խորհուրդ կտաք երգիչներին, ովքեր ամաչում են ուղղակի երգեն հանդիսատեսի առաջ։ Կա այդպիսի վախ, օրինակ մարդը վստահ է, որ ոչ պրոֆեսիոնալ նույնիսկ վստահ է, որ լավ ձայն ունի, գեղեցիկ երգում է, իրեն ասել են, բայց տեսնում է մի քանի հոգու ու սկսում է հուզվել։ Եվ հուզմունքը հաղթում է այդ ցանկությանը երգեցողության։ Բնականաբար հոգեբանական դա պահա, նախ ուրեմն պետք է ինքը իր միջավայրում իրեն փորձի, նախ իրեն հարազատ, իրեն հաճելի, իրեն ամեն կերպ ընդունող միջավայրում սկսի երգել, հետո արդեն փորձի եւ վստահության պարագայում արդեն այդ անծանոթ միջավայրում էլ կլինի երգել, բայց ասեմ, հիմնականում պրոֆեսիոնալ երաժիշտներից այդ խնդիրն է, որ մի հատ ինչ-որ խնջույքի ժամանակ մենք չենք կարողանում երգել, ու դու չգիտես, օպերային արիա հոբ չես երգի, բնականաբար Բախի կանտատներով հարսանիք չի լինի, հարսանիքին ընտրում ես, ունենում ես մտքիդ մեջ, մի պատրաստի, մի հաճելի ականջին հաճելի հայկական կամ ինչ-որ մի երգ, որը որպեսզի չնեղացնես եւ այնպես էլ չլինի, միևնույն դրվածքը օպերային, դասական այդպես շատ չես երգի, որովհետև դասական երաժշտությունը դա բեմի համար է ստեղծված, երբ որ դու այդ դպրոցը անցնես եւ գա այդ բեմը քեզ հանդիպակաց, դու բարձրանաս այդ բեմը, դու արդեն կիմանաս, որ այդ երաժշտության տեղն է, ու ճիշտ է կհուզվես, ճիշտ է կվախենաս, բայց չես ամաչի, որովհետև դա դրա համար է նախատեսված, դու այդ տեղում ես։ Մի այսպիսի հարց, դուք պարապում եք եւ դասական վոկալ եւ էստրադային վոկալ, որն է տարբերությունը եւ կա արդյոք շատ մեծ տարբերություն դասական եւ չէ որ ապարատը շնչառական համակարգը նույնն է, թե կա տարբերություն։ Շատ մեծ տարբերություն կա, որ եւ ես չեմ ընդունում, երբ որ դասական երգիչը ժյուրիում է, գնահատում է էստրադային երգչին։ Ինչու՞։ Որովհետեւ դրանք տարբեր երգեցողություններ են։ Իհարկե սոլֆեջիո, նույն երաժշտությունն է, միանշանակ, բայց նախ, այսպես ասած, կոկորդային երգեցողությունը, էստրադային բոլորս էլ գիտենք, դիաֆրագմայի վրա իհարկե հիմնված, բայց շնչի վրա հիմնված երգեցողությունը չի։ Գլխային է։ Այստեղ կոկորդն է աշխատում, ֆալցետ կոչվածը չի էլի, որը որ տղամարդիկ ֆալցետն են օգտագործում, բայց ոչ։ Հա, բայց այն հիմնական երգեցողությունը, որ անում են, սա մի քիչ գիտեք, ինչ խնդրահարույց թեմա է, պետք է զգույշ խոսել, շատ անհատական է, էլի, որովհետև մարդիկ կան միքս են անում, այսինքն գլխայինի եւ այդ կոկորդային, այսպես խոսքային ենք ասում կոկորդային երգեցողություն, ուրիշ տեխնիկա է աշխատում։ Իհարկե դասական երգեցողությամբ զբաղվելուց հետո դու կարող ես երգել էստրադային։ Արդյոք դա հնարավոր է։ Կարծում եք հնարավոր է։ Ես կարող եմ։ Իհարկե կարող է դիապազոնը այդքան բաց չլինի, դա էլի պետք է աշխատել դիապազոն բացելու համար։ Բայց երգիչը կարող է 2-3 օկտավ երգել, իհարկե դրված ձայնով ակադեմիական։ Էստրադայինը տեսնում ես, դու չես կարող չես կարող այդ դիապազոնում դիապազոնը ունենալ։ Դա ուրիշ աշխատանք է, չէ՞։ Փաստ, որ ուրիշ աշխատանք է, բայց կարող ես։ Իսկ օրինակ էստրադային երգչուհին չի կարող դասական։ Շատ վիճարկելի հարց եմ տալիս, ինչպես աշակերտը զգա, որ ուսուցչին ճիշտ է գտել։ Քանի որ շատ լավ ուսուցիչներ կարող են լինել վոկալ դասախոսներ եւ այլն, բայց կոնկրետ աշակերտին չհամապատասխանել։ Ինչպես աշակերտը հասկանա, որ ճիշտ է գտել, եւ ինչպես ուսուցիչը ճիշտ աշխատի, որ կարողանա աճ
դրսևորի տվյալ անձնավորությունը, ճիշտ ուսուցիչ գտնելու ուղին ցույց տվեք, խնդրում եմ։ Այդ ուղիների դեգերումները ինքներս էլ ունեցել ենք։ Այո, անշուշտ։ Եվ մենք պետքա մասնագետները պետքա մտնեն այդ աշակերտի, այդ ուսանողի այդ տարիքի իրենց հոգեբանության մեջ, իրենց աչքով նայեն, ոչ թե մեծի կողմից նայեն, այլ իրենց տեսանկյունից նայեն մասնագետին, իհարկե կարող է լինել շատ լավ մասնագետ, ես ասում եմ, մենք անգամ Վարշավիր հիմա դժվար է խորհուրդ տալ, որովհետև կարող է լավ մասնագետ լինի, բայց քեզ վրա լավ չազդի։ Այնպես որ ծանոթացնում ես, խորհուրդ ես տալիս լավ մասնագետի, բայց այդ քիմիան պետքա տեղի ունենա։ Եթե դա տեղի չի ունենում, դա ոչ աշակերտն անտաղանդ, ոչ մասնագետն ավատը։ Հնարավոր է լինի ոչ այնքան լավ մասնագետ, բայց այդ աշակերտի հետ այնքան լավ միաձուլվեն եւ ունենան մեծ հաջողություններ։ Եվ ես ուրախ եմ, որ հիմա փոքրինչ ազատ են բոլորը։ Երբ որ զգում են, որ այդ դասախոսը եւ ուսանողը զգում են, որ իրանք իրար հետ էներգիա են խլում իրարից, քան տալիս են իրար, իրենք հանգիստ կարող են խոսել, փոխել, անգամ կոլեգիալ պայմանավորվել եւ այդ երեխան իրեն փորձի այլ դասախոսի մոտ, որպես իր ճակատագիրը դրանով չխաչվի։ Իսկ մեր ժամանակ դա շատ պրովոկացիոն էր, եթե մենք մեր դասախոսին փոխում էինք, դա համարվում էր դավաճանություն, դա համարվում էր անձնական վիրավորանք։ Ինչ որ չափ մեղմված է, հա, եւ անգամ քանակ է սահմանված, թե որքան անգամ կարող է փոխել ուսանողը։ Շատ ավելի լավ դասախոս։ Համենայն դեպս, երբ որ այդ քիմիան արդեն կա եւ արդեն ընթացքի մեջ եք, ուսանողը, սովորողը պետք է վստահի իր մասնագետին, փորձի հնարավորինս միջանցքներում քիչ քննարկել իր դասը, իր թեկուզ օրվա ստացած տրավման, որովհետև տրավմաները պարտադիր են եւ եթե ունի ինչ-որ մի խնդիր իր ներսում, դա չքննարկի այլ մարդու հետ, դասախոսը լինի այն կերպարը, որի հետ հանգիստ, ինչպես աղջիկը մոր հետ կամ տղան իր ծնողի հետ կարող է զրուցել, գա եւ ներկայացնի, որ ընկեր Բաբայան կամ ընկեր Պապյան, ընկեր Տաթև, ես խնդիր ունեմ, ես ուզում եմ փոխել ժողովրդական, ես զգում եմ, որ ես չեմ աճում եւ աշխատեն այդ բանի վրա, որովհետեւ դասախոսներ կան, առաջի անգամ աշակերտը գնում է իր մոտ եւ իրենք մի այնպես վախի մթնոլորտ են ստեղծում եւ այդ երեխան չի իմանում ինչպես իրան դրսևորի, այնքան որ մի ինչ որ ձայն է արձակում եւ երկրորդ, երրորդ պարապմունքին այդ դասախոսը արդեն վստահություն է տալիս, ինչ որ բաներ պարտադիր կասի եւ դա կանի, ինչ որ մի լավ բան կլինի եւ միանգամից ասում են, այ տեսար, դու ինչ էիր եկարի մոտ, ինչ դարար, ես հիմա տես քեզ ինչ եմ սարքում, այսինքն տարածված հա, դու հիմա ես, բայց իրականում այդ աշակերտը առաջի պահին չգիտեր ինչն է հաճելի, ամեն մի մասնագետ մի բանի վրա ունի շեշտադրում։ Եվ պետքա մասնագետն էլ հասկանա, որ ոչ պետք է կներեք, ոչ պետքա չափազանցեցնել, որ տես ես քեզ ինչ սարքեցի, բայց երբեմն համեստ պետք չի գտնվել ու երբ որ ֆիքսեցինք մի հատ լավ արդյունք այդ պահին, այդ դասին, դա ֆիքսել, ստոպ տալ, կանգնել եւ ասել, տես որ սա շատ լավ է եւ արի կառուցենք ամեն ինչը սրա շուրջը։ Այդ տեխնիկայով, եթե բերենք տեխնիկային, հիմնական միջին ռեգիստրում մեր դասախոսին շատ էին քննադատում, որ ինքը վերևի նոտաներով բարդ այն ստեղծագործությունները չի տալիս։ Դասարանը միշտ բարձր նոտաներ երգել է։ Իհարկե, ամենալավ ամենալավ, ամենագեղեցիկ ֆիլոլոգիաներով պատմությունը ցույց տվեց, բայց process-ում ինքը չէր տալիս այն բարդ ստեղծագործությունները։ Այո, միանգամից չէ։ Ես դուրս եի գալիս, տեսնում էի իմ կուրսընկերները, էս են երգում, այն են երգում, ես հենց էս դասական փոքրիկ բաների մեջ եմ դեգերում, բայց այդ տեխնիկան դա էր, որ ես էլ եմ ընդունում, որ եթե միջին ռեգիստրում, այն ամենակոմֆորտ ռեգիստրում, որտեղ ամենալավն ես հնչում, ամենաքիչն ես լավում, դրա վրա աշխատում ես երկար տարիներ, ու այն ներքևի վերևի նոտաները այ կան դիտողներ, ովքեր չունեն երաժշտական կրթություն, ունեն շատ լավ ձայն, արդյոք կարող է երգիչը առանց վոկալ կրթության դառնա երգիչ, այսպես ասած։ Ну, այստեղ կներես վերադառնանք մեր հայկական իրականությունից, կտրվենք մեր դասական ամեն ինչից եւ վերադառնանք հայկական կենցաղ։
արդյոք կարող է մարդ չունենալ այդ ամեն դպրոցը, այդ բազան չունենա եւ լավ երգիչ լինի, օրինակ, լավ երգի, հետո ընդունվի ինչ որտեղ, հետո դառնա կամ կոնկուրսների միջոցով դառնա հայտնի եւ դառնա երգիչ, օրինակ։ Կամ ուղղակի մարդ իրեն համարի երգիչ չունենալով այդ ամեն ինչ, այդ բազա գիտելիքների, թե դա կարևոր է ամեն դեպքում։ Պրոֆեսիոնալ, դասական պրոֆեսիոնալ ասպարեզում չեն պատկերացնում, որ մարդը Չէ, ես ասում եմ կտրված։ Հա, Ավելի էստրադային կամ հայկական կամ չգիտեմ։ հնարավոր է որ ոչ միայն Եթե որ բնությունը երգի, շատ այլ նաև դասավանդի եւ նաև գործիք դասավանդի։ Գիտես ով Արտավազդ Բայացյան արձագանք խումբներ, Արտավազդ, հա, եւ գիտար է դասավանդում, ինքը իսկ նոտաները չիմանալով։ Անկամ գիտեմ անձամբ, երևի չնշենք, չէ՞, մարդկանց, հա։ Հա, կարաս չնշես, կարաս ասես, որովհետեւ ինքը չի խուսափում դրանից, ինքը դասավանդում է։ Հա։ Մենք գիտենք երաժշտական ասպարեզում երգիչներ, որոնք որ չեն անցել կրթություն, նոտա չգիտեն, բայց դարձել են աստղեր։ Եվ երգել են, եւ դասավանդում են, եւ գիտար են դասավանդում առանց նոտա իմանալու։ Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր որ նոտա չգիտեն եւ գործիքավորումներ են անում, կատարում։ Նույնիսկ Ականջի, լսողությամբ, բնատուր ունեն այդ տաղանդը։ Ժողովրդական, իսկ եթե վերցնենք ժողովրդական երգիչներին, նրանք անգամ լինում է շատ կներեք ժամանակին այդպես էր, հիմա մի քիչ խստացրել են, անգամ երաժշտական տարական գիտելիքները չունեն, բայց այնպես են երգում բնատուր, բնատուր, կամ եթե մենք գնանք հիմա մի հատ գյուղի են ազնիվ արդար տատիկներին մի հատ երգացնենք, ավելի հոգի կտա, քան շատ ժող բաժին ավարտած դիպլոմ ունեցող ժող երգիչները, ժողովրդական երգիչները, այնպես որ երգել հնարավոր է եւ կայանալ է հնարավոր։ Հիմա մանավանդ ինչպես դառնալ ինչ որ հայտնի Հայաստանի պայմաններում, թե դժվար է Հայաստանում կայանալ որպես երգիչ, որպես արտիստ, ինչ է կարծում այս հարցի շուրջ։ Դες ինչն է բանը, մենք քննարկում ենք, որ ինչու՞մն է, էլի, որ կատարողները երբեք չեն մնում պատմության մեջ, հենց իրենցով էլի, որպես կատարող, որ ամենալավն է։ Ինչու Մարիա Կալասը, թե շատ քչերն են Կալասի նման պատմության։ Մարիա Կալասը ինչով է մնացել, որովհետև ինքը իր ձեռագիրն է բերել, իր մոտեցումը, իսկ կատարողների առումով, եթե կատարողը հիմա մի ձայն ունեցող աղջնակ կամ տղա մեզ լսում է եւ ասում է ես էլ եմ ուզում, երգիչ եմ ուզում, երազանքս է եղել, որ դառնամ։ Եթե ինքը հիմա վերցնի Ադելի կամ Վիթնի Հյուսթոնի ամենամեծ բարդագույն երգերից մեկը եւ ուզենա դրանով լինի, դա ֆիասկո կունենա։ Իսկ եթե նա մտածի, այ ես ինչ կարող եմ անել, փորձի նոր ստեղծագործություն, նոր մոտեցում, մի նոր իր անձնական ձեռագիրը, իր ոնց է ինքը անհատական իր դեմքը, իրենը դնել, անպայման կհաջողի։ Բայց եթե փորձի կրկնօրինակել մանավանդ մեծագույն արտիստներին, իմաստ անհաջողի, մանավանդ սկսնակը, պետք է փորձի իրենը ստեղծել։ Իսկ այդ պրոֆեսիոնալ մակարդակում, երբ որ մենք ասում ենք, այ չեն դարել, մենք հիմա գրքերում չենք անցնում, չէ, օրինակ Մարիա Կալասը ու սովորում, ուղղակի գիտեն, որովհետև այդ կատարողը պետքա ինքը ստեղծագործի, այդ քեզ եմ էլի ասում, ինքը ստեղծագործի, ինքը իրանը դնի, նոր բան ստեղծի, որ ինքը մնա էլի պատմության մեջ, իսկ երբ որ ուղղակի լավ կատարել է, դրանով ինքը չի դարել ինչ-որ մեծ բան, էլի չի մնացել պատմության մեջ։ Եվ այսպես այսքանով մենք ավարտեցինք մեր հետաքրքիր հարցազրույցը Մարիամ Բաբայանի հետ, նշեմ, որ նա Արնո Բաբաջանյան երաժշտական քոլեջի դասախոս է եւ նաեւ մեներկչուհի։ Շնորհակալ եմ մեզ հետ լինելու համար, եթե ձեզ դժվար չի, սեղմեք լայք եւ գրեք ձեր կարծիքը կոմենտարիաների բաժնում։ Շնորհակալ եմ նաեւ ձեզ հետաքրքիր հարցազրույցի համար։ Սիրով